Փետրվարի կեսերը կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար կլինեն կարևորագույն ժամանակահատված ամբողջ 2026 թվականի համար։ Սա այն ժամանակն է, երբ ավելի բարձր մոլորակները Նեպտունը, Պլուտոնը եւ Ուրանը գտնվում են բարենպաստ դիրքում։ Այլևս ստուգումներ եւ կարմիր պահապաններ չկան։ Վերջապես ֆինանսների հետ կապված ամեն ինչ դրական շրջադարձ կստանա։ Նույնիսկ եթե նախկինում ամեն ինչ վատ էր, 2020 թվականին սկսված փորձությունների եւ դժվար ժամանակների երկարաժամանակահատվածն ավարտվել է, ընդգծում են աստղաբանները։ Աստղաբանների խոսքով ժամանակն է մեծ պարգևներ քաղել եւ տարին ընդհանուր առմամբ բավականին լավ կլինի, միայն մի քանի լուսնային եւ արեգակնային խավարումներով։ Հիմնական ամսաթիվը փետրվարի 13-ն է։ Սա շատ կարևոր ժամանակահատված է։ Այն կորոշի, թե ինչպես կզարգանա ամբողջ տարին, հետեւաբար դուք պետք է ուշադիր լինեք նախորդ եւ հաջորդ շաբաթ, քանի որ այս ընթացքում առաջացող ֆինանսական իրավիճակները կբացահայտեն ձեր ֆինանսական ապագան։ Մեծ ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի համար։ Խոյեր 2026 թվականին խոյի համար բանալի բառը ընտրությունն է։ Ճակատագիրը անխուսափելիորեն այս կրակե նշանի ներկայացուցիչներին կտանի այս ընտրության։ Փողը կլինի կշարքի մի կողմում, մինչդեռ բարոյականությունը եւ այն սահմանները, որոնց խոյը պատրաստ կլինի դրա համար գնալ, հավանաբար կլինեն մյուս կողմում։ Դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել բառացիորեն ամենուր։ Թղթադրամը հատակին։ Պետք է վերցնեք այն, թե ոչ։ Մեծ գումար ում պետք է օգնեք։ Գուցե պետք է այն ամբողջությամբ պահեք ձեզ համար։ Մի խոսքով, կառաջանան փողի հետ կապված մշտական բարոյական դիլեմաներ։ Խոյերը հավանաբար նույնպես կբախվեն իրենց որոշումների հետևանքներին։ Հետևաբար կարևոր է գիտակցաբար մոտենալ ձեր ընտրություններին։ Ցուլեր Ցուլը կունենա մտորումների շրջան։ Մոլորակային դասավորվածությունը կլուսավորի նրանց մոտ կողմերը եւ նրանց հոգու ամենաթաքնված անկյունները։ Սա նշանակում է, որ երկրային նշանի ներկայացուցիչները սովորականից մի փոքր ավելի շատ անհանգստություն կզգան։ Օրինակ, նրանք կհամարեն, որ փողը ընդհանուր առմամբ անկարևոր է եւ պետք է ձգտեն ավելի բարձր հոգեվոր ոլորտների։ Աստղերը խորհուրդ են տալիս հիշել. եթե ցուլը ցանկանում է հարուստ լինել 2026 թվականին, խորհրդածությունը հակացուցված է։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն ինչպես ստորին, այնպես էլ բարձր նյութական ոլորտներին եւ առանց ստորինի ավելի բարձր չկա։ Հետևաբար, մի մերժեք փողի էներգիան կամ մի տրվեք դրա բացասական ազդեցությանը։ Երկորյակներ Երկորյակները խոշոր գնումների են պատրաստվում, ամենայն հավանականությամբ անշարժ գույքի։ Ի վերջո, Մերկուրիի հատուկ դիրքը եւ նրա անցումը նշանների միջով կանխատեսում է տան գնումներ դեպքերի գրեթե 90%-ում։ Օդային նշանները պետք է նաեւ հիշեն, որ 2026 թվականին բոլոր փողերը պետք է տուն բերվեն։ Ոչ մի անխոհեմ ծախս կամ անծանոթներին օգնելու կարիք չկա։ Ամեն ինչ պետք է լինի ձեզ եւ ձեր սիրելիների համար։ Մի խոսքով, դուք պետք է ամրացնեք ձեր տունը, այդ դեպքում այն կաճի։ Խեցգետիններ Խեցգետիններն ավելի բախտավոր են, քան մյուսները, քանի որ նրանք կլինեն 2026 թվականի օրինական տերերից մեկը։ Երկրային նշանների մտքերը գործնականում նյութական կլինեն։ Նրանց մտավոր էներգիան իր գագաթնակետին է։ Ամեն ինչ, ինչի մասին նրանք երազում են, եւ ամեն ինչ, ինչ նրանք պատկերացնում են, իրականություն կդառնա եւ շատ արագ։ Հետևաբար, խեցգետինները կարող են պատրաստել իրենց ամենահամարձակ նախագծերը այս տարվա համար եւ ամեն երեկո քնելուց առաջ պատկերացնել, թե ինչպես է փողը գալու իրենց մոտ, ինչ գործողությունների եւ մեթոդների միջոցով։ Առյուծներ Վերջին 5 տարիների ընթացքում նրանց մոլորակները գրեթե ավելի շատ են փորձարկվել, քան մյուս կենդանակերպի նշանները, բայց ժամանակն է հանգստանալ։ Առյուծները հաջողությամբ հանձնել են բոլոր փորձությունները, ուստի հիմա շքեղության ժամանակն է։ Կրակի նշանի տակ ծնվածների համար կարևոր է հիշել, նրանք պետք է լինեն մասնագետներ այն բանում, ինչ ցանկանում են։ Եթե առյուծներին պակասում է հմտությունը կամ սովորեն կիսատ պրատ աշխատանք կատարել, այս տարի ոչինչ չի ստացվի։ Հետևաբար, աստղերը խորհուրդ են տալիս նախապես պատրաստվել այս տարվան, անցնել առաջադեմ վերապատրաստման դասընթացներ եւ ամրապնդել իրենց պրոֆեսիոնալիզմը մինչեւ փետրվարի 13-ը։ Այդ դեպքում նրանց կյանք կհոսի մեծ գումարներ։ Կույսեր Կույսերը բավականին լավ են գործում, նրանք կդառնան հաղթողի նման մի բան։ Այն ամենը, ինչ նախկինում ձախողվել էր այս երկրային նշանների համար, որի համար նրանք նախատում են իրենց, անցյալի բան է։ Այժմ նրանց ամեն օր սպասում են փոքր հաղթանակներ։ Բախտի նշանները զուգորդված ավելի բարձր մոլորակների հետ կլուսավորեն կույսերին եւ կբացեն ֆինանսական երջանկության ճանապարհը։ Կշարքներ
2026 թվականին կշարքները պետք է ցուցաբերեն մեծ հնարամտություն եւ ակտիվություն։ Նրանք պետք է դառնան մի տեսակ ձեռնարկատեր, նույնիսկ եթե այս որակը նրանց բնորոշ չէ։ Օդային նշանները պետք է ուսումնասիրեն նոր խոշոր եւ մեկնարկեն նախագիծ, եւ պարտվելուց վախենալու կարիք չկա, քանի որ փողը կշրջանառվի ութանիշով, ինչ որ կորցնեք այսօր, վաղը կրկնակի շատ կշահեք։ Կշարքի նշանաբանը 2026 թվականի համար փողը պետք է փորձ եւ աճ բերի։ Ոչ մի դեպքում չպետք է զբաղվեք ձեռքբերմամբ կամ վախենակ կորցնելուց։ Փողը սիրում է խաղը եւ ազատության էներգիան։ Այս նշանով նշված մարդիկ ավելի քան ընդունակ են ռիսկի դիմելու, խաղալով կազինոներում, ֆոնդային բորսայում, փորձելով ինչ որ բան եւ կորցնելով ինչ որ բան։ Ֆինանսները նրանց կգան անկախ ամեն ինչից, այնպես որ ձեզ մնում է միայն հանգստանալ եւ զգալ այս շարժման էներգիան։ Կարիճներ 2026 թվականի երկրորդ ամենահաջողակ մարդիկ են, նրանց սպասում է արմատական առաջընթաց։ Այս ջրային նշանի ներկայացուցիչները կդառնան աստղի նման մի բան, եւ սրանք պարզապես խոսքեր չեն։ Աստղերը իսկապես կլինեն նրանց հենարանը։ Նրանք դասավորվել են երկնքում եւ միացել են ավելի բարձր մոլորակներին։ Կարիճները կստանան ոսկե արկղ, հետեւաբար այս նշանի տակ ծնվածները պետք է նախապես որոշեն, թե ինչպես են ծախսելու մեծ գումարը։ Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս հիշել, փառքը, ժողովրդականությունը եւ հրապարակայնությունը կարող են գալ փողի հետ։ Հետեւաբար, եթե այս հատկությունները ուտար են կարիճների համար, նրանք պետք է նախապես զարգացնեն դրանք պատրաստ լինելու համար։ Այդ դեպքում փողը նույնպես կդառնա մի տեսակ փորձություն։ Աղեղնավորներ Չնայած այն հանգամանքին, որ ավելի բարձր մոլորակները դասավորվել են որոշակի եռանկյունու մեջ, որը դրականորեն է ազդում բոլորի վրա, կրակի նշանի ներկայացուցիչները բացառություն կլինեն։ Ամեն ինչ, ինչ նրանք արել են վերջին 5 տարիների ընթացքում գումար վաստակելու համար, կգնահատվի։ Եթե աղեղնավորը եղել է ազնիվ մարդ եւ չի խախտել օրենքը գումար վաստակելու համար, նա պետք է պատրաստ լինի ֆինանսական անակնկալների եւ նույնիսկ նվերների, խոշոր գնումների եւ ցանկությունների կատարման տեսքով։ Բայց եթե նրանց կարման լիովին պարզ չէ, ժամանակ կլինի իրավիճակը շտկելու համար, թեև միայն կարճ ժամանակով, մինչև մոտավորապես մարտի 1-ը։ Այդ եղջյուրները 2026 թվականի նյութական երջանկության առումով երրորդ տեղում են։ Նրանց սպասում են մեծ գումարներ եւ հզոր ֆինանսական ալիք, եկամուտը կաճի էքսպոնենցիալ, մինչև տասնապատիկ։ Ճակատագիրը այս երկրային նշանի տակ ծնվածներին կառաջարկի բախտավոր հնարավորություն շահելու վիճակախաղում կամ հանդիպել մարդկանց, ովքեր նրանց կներկայացնեն նոր շրջանակների։ Այդ եղջյուրները կարող են բացահայտել թաքնված տաղանդներ, որոնք թույլ կտան նրանց ավելին վաստակել։ Ջրհոսներ Այնուամենայնիվ, ջրհոսի նշանը կգերակշռի կանացի ջրային էներգիայով մեծ թվով մոլորակների կողմից։ Հետևաբար ջրհոսը կապրի բարգավաճման եւ թագավորական կայսերական շքեղության շրջան, վերջապես փողը կգա նրանց մոտ։ Սակայն ջրհոսները պետք է զգույշ լինեն։ Նրանք ունեն երկու տարբերակ, կամ կկորցնեն ամեն ինչ կնոջ պատճառով, կամ ընդհակառակը, կինը կօգնի նրանց հասնել բարձր սոցիալական կարգավիճակի եւ բարելավել իրենց ֆինանսական վիճակը։ Հետևաբար 2026 թվականին օդային նշանի շատ ներկայացուցիչներ պետք է նախապես ուշադիր մտածեն կանանց հետ կապված ամեն ինչի մասին։ Օրինակ, բիզնես սկսելիս կարող եք մտածել, թե ինչպես դա օգուտ կբերի գեղեցիկ սեռին։ Ամեն ինչ, ինչ կապված է շքեղ անշարժ գույքի, ռեստորանների, գեղեցկության արդյունաբերության եւ կանանց օգնելու հետ, շատ շահավետ կլինի։ Ձկներ 2026 թվականին հարստության հասնելու համար ձկները պետք է շատ շփվեն։ Փողը նրանց կհասնի մարդկանց խմբերի, դաշինքների, ավանդույթների եւ օգտակար կապերի միջոցով։ Դուք կարող եք սկսել նույնիսկ հոբբից, օրինակ միանալով որևէ ակումբի։ Ընկերակցությունը այս ջրային նշանի ներկայացուցիչներին կբերի ճիշտ շրջանակների մեջ։ Մարդկանց այսպիսի յուրահատուկ խումբը կնպաստի նրանց ֆինանսական աճին եւ առաջխաղացմանը հաջորդ մակարդակում։ Ձկներին խստիվ արգելվում է լինել ճգնավոր։ Եթե այս նշանի ներկայացուցիչը բնույթով միայնակ է եւ ինտրովերտ է, դա կհանգեցնի ամբողջ տարվա աղքատության։